Մոտենում է նոր տարին, հեռանում է 2012 տարին, բայց մեր ռադիոն, նոր ռադիոն չի հեռանում և ոչ էլ ավարտվում։ Այս շարունակում է իր բռնած գործը, իր ուղին, իր հետ բերելով ուրախություն, Թարմություն, նորություններ և խաղաղություն։ լինենք խաղաղ և ներդաշնակ։ մոռանանք բոլոր վատ բաները։ Հետևում թողնենք մեր բոլոր վատ գործերն ու սովորությունները։ Եվ ուրախ դիմավորենք 2013 թվականը։ Իսկ հիմա ձեզ հետ է Ամանորյա ռադիոն։ Նոր ռադիոյի 10-րդ թողարկումը։ Դստրիկս, հիմա գիշեր է, ծննդյան գիշեր, իմ փոքրիկ ամրոցի բոլոր անձեն պահապանները քնել են, քնած է և եղբայրդ ու քույրդ, նույնիսկ մայրդ արդեն քնել է, ես քիչ մնաց արթնացնեի այդ ներող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը։ Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքերիս առաջից։ Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ, սրտիս մեջ։ Այստեղ, հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն, եթե գլուխդ պտույտ գա քեզը ծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին։ Գիտես, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր, ես հեքիաթներ էի պատմում և քնած գեղեցկու և մշտարթուն վիշապի մասին։ Ես տեսնում էի քո երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու։ Պարիր, այդ պարեն ու ծափահարությունների որոտը քեզ երկին կհան, բարձրացիր այնտեղ աղջիկս, բայց և վերադարձիր երկիր։ Դու պետք է տեսնես ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծերամասերի փողոցի պարուհիները, նրանք պարում են ցրտից ու սովից դողալով։ Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են։ Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ, այն երկար գիշերների, բայց իմը, իմ հեքիաթը չեմ պատմել։ Իսկ դա նույնպես հետաքրքիր է, հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որը պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա ողորմություն հայցում։ Ահա նա իմ հեքիաթը, ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը։ Դեռ ավելին, ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այդ թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մերսնում էին նետած դրամները։ Ավելի լավ է խոսենք քո մասին։ Քո անվանը Ջերալդինա, հետևումը իմը, Չապլինը։ Այդ անունով ես ավելի քան 40 տարի ծիծաղեցրել եմ մարդկանց, բայց ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են։ Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն։ Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին, և եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկ գնելու, փող դիր նրա ձեռքը։ Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդ օրինակ ծախսերը։ Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլիր, դիտիր քաղաքը, զննիր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են։ Այո, դու հենց այնպես
սիրես, ինչպեսին նրանք են նստրիկս, եւ նույնիսկ ավելի պակաս։ Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ջախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը, եւ եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը, նստիր առաջին իսկ պատահած տաքսին եւ գնա Փարիզի Արվանձանն։ Նրանք ինձ շատ լավ ծանոթ են։ Դու այնտեղ կտեսնես շատ պարույներ, այնպիսիներին, ինչպիսին դու ես։ Նույնիսկ ավելի գեղեցիկներին, ավելի նազելիների, ավելի հպարտների, քան դու ես։ Քո թազոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան։ Նրանց լուսարձակը լուսինն է։ Նայր, ուշադիր նայր։ Չի թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում։ Խոստովանիր աղջիկս, միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզնից լավ կպարի եւ քեզնից լավ կխաղա։ Եվ հիշիր, Չարլի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայոյեր կառապանին կամ ծաղրեր սենայի ափին նստած աղքատին։ Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես, բայց երբ ծախսես 2 ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, եւ պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը։ Իսկ դու կգտնես այդպիսի մեկին։ Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը։ Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում եւ միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար։ Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն։ Մարդիկ գետնիվնա ավելի անհաստատ են, քան լարախաղացները երերուն լարի վրա։ Գուցե կարող է պատահել այս գիչեր քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը։ Հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, եւ քո անկումն անխուսափելի է։ Ուզում եմ հավատալ, որ ձեր այս գիշերը հրաշալիքների գիշեր է։ Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանար այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ։ Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ ձգտել եմ մարդ լինել։ Փորձիր եւ դու, համբուրում եմ քեզ։ Չարլի Չապլինի նամակը դստերը Կարդաց 6-1 դասարանը։ ով է Չապլինը։ Sir Charles Spencer Charles Chaplin։ Անգլիացի ուսանավոր կինոդերասան, Սցենարիստ։ երգահան եւ ռեժիսոր։ Կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ։ Համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի թափառաշրջիկ Չարլի կերպարի ստեղծողը։ Չարլի Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնում դերասանների ընտանիքում։ Նրա հոր Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Գործունելով ձայնը նա սկսել է խմել, մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը Հաննա Չապլինը ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է եւ 1896 թվականին խելագարվել է։ Չապլին առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում 5 տարեկանում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է Լանկաշիրյան տղաներ պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը շտական աշխատանք է ստացել թատրոնում, կատարելով Շերլոք Հոլմս պիեսում Բիլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել, օրվա ընթացքում վարժվելով 4-ից 16 ժամ եւ ուսանելով իր ծանոթներից մեկի թատերական խմբավարի մոտ։ 1912 թվականին բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, սկսելով նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում։ Սիրելի ունկնդիր, դուք լսում եք երաժշտություն Չարլի Չապլինի կինոֆիլմերից։ Ուզում ենք տեղեկացնել, որ ողջ հաղորդման ժամանակ հնչելու մի միլիոնյա Չապլինյան երաժշտություն։ Եթե իմացիր նյուզը, այսօր ես Գալիկյան նորերս կպատմեմ առակների մասին։ Առակը չափածո կամ արցակ փոքրածավալ ստեղծագործություն է, որն ունի այլաբանական իմաստ եւ բարեախրատական բովանդակություն։
Առակը բաղկացած է երկու մասից՝ սյուժեից եւ բարեխոսությունից։ Սյուժեն դեպքերի իրողությունների սեղմ շարադրանք է, իսկ բարեխոսությունը առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի բնավորության բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիները ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում են, խրախուսվում են լավը, բարին, բարախոսությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկային է։ Եվ ընդհակառակը ծաղրվում են, դատապարտվում են վատը, չարը, տգեղը, անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում առակ բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակն է հույն Եզոպոսը։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդներ մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլա Նասրեդդինի առակները։ Հայ գրականության մեջ առակագիրությունը սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով։ 11-ից 13-րդ դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեր ժողովրդականությունը վայելում Մխիթար Գոշի և Վարդան Այգեցու առակները։ Վարդան Այգեցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին աղվեսագիրքն են։ Առակներն այժմ էլ պատմվում են և պահպանվում են ժողովուրդների մեջ։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարե Սաղյանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։ Հիմա իմ լավ ունկնդի, դուք կլսեք առակներ, որոնք մենք թարգմանել ենք ռուսերենից։ Այնուհետև ավելացնեմ, որ մենք շատ առակներ ենք թարգմանել ռուսերեն։ Մենք այսինքն ովքեր են։ Մենք այսինքն 5 և 6-րդ դասարանցիներս։ Իսկ որտեղ կարելի է գտնել առակները եւ կարդալ։ Մոռացել ես մեր կայքը՝ նոր msk.am։ Առակ պաշտպանության մասին։ Մի անգամ Կրիշնան հանգիստ ճաշում էր իր տանը։ Թագուհի Ռակմինին կինը ուտելիք էր տալիս նրան։ Հանկարծ Կրիշնան վեր թռավ սեղանի մոտից եւ այգու միջով վազեց դեպի փողոց։ Ոչինչ չհասկանալով, անհանգստացած Ռակմինին վազեց նրա հետևից։ Դեռ ճանապարհի կեսին չհասած, նա հանդիպեց իր ամուսնուն։ Ամուսինը վերադառնում էր տուն։ Տուն մտնելով ամուսինը հանգիստ նստեց սեղանի մոտ, կարծես ոչինչ չէր եղել։ Շարունակեց ճաշել։ Ռակմինին հարցրեց նրան. «Ինչ կատարվեց։ Ինչու դու այդպես հանկարծակի ճաշը թողեցիր եւ փողոց վազեցիր»։ Կրիշնան ասաց. «Ես զգացի, որ իմ աշակերտներից մեկը օգնության կարիք ունի, ամբողջ իր գոյությունը քաշում էր ինձ իր մոտ։ Գյուղի բնակիչները քարեր էին գցում նրա վրա եւ վիրավորում նրան։ Նա կանգնած էր անպաշտպան եւ աղոթում էր»։ Ռակմինին զարմացած հարցրեց. «Իսկ ինչու վերադարձար»։ Սկզբից, երբ որ նա անպաշտպան կանգնած էր մարդկանց առաջ, ովքեր նրան սպառնում էին, նա միայն պաշտպանվում էր, բայց երբ նա չդիմացավ եւ վերցրեց քարը ի պատասխան, ես հասկացա, որ նա որոշել է հույս դնել իր ուժերի վրա։ Առակ ընկերության մասին։ Մի երիտասարդ հարցրեց հարուստ մարդու, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, ինչպես նրան հաջողվեց աղքատ տղայից դառնալ հաջողակ գործարար։ Պատասխանը հասարակ էր. «Ես սովորել եմ ճիշտ ընտրել ընկերներին»։ «Լսել ես, ընկերը փորձանքի մեջ է ճանաչում արտահայտությունը», հարցրեց գործարարը։ «Այո, ես առաջնորդվում եմ այդ կանոնով», ազնվորեն խոստովանեց պատանին։ «Դա մատապես սխալ կանոն է, մոռացիր այն, ընկերը ճանաչվում է ուրախության մեջ»։ Պատանին շփոթվեց եւ շատ զարմացավ։ «Տես», շարունակեց ուսուցիչը, «երբ դու խնդիր ունես, դու տխուր ես եւ վազում ու կիսվում ես քո ընկերոջ հետ։ Հիմա այդ խնդիրը դառնում է ձեր երկուսինը։ Դուք տխրում եք, տարակուսում, ճիշտ է»։ «Այո», պատասխանեց պատանին, «եւ իմ ընկերը օգնում է այն լուծել։ Առաջին խնդիրը գուցե եւ օգնի լուծել, բայց մնացածը հաստատ ոչ։ Նա պարզապես կնստի եւ կխղճա քեզ»։
Դա նույնպես լավ է, ուրեմն ինձ աջակցում է, իրենը պնդեց պատանին, ահա որ է, չէ որ դու էլ ես սկսում ինքդ քեզ խղճալ, խնդիրը լուծելու փոխարեն։ Եվ իմ բախտը բերել է, շարունակեց ուսուցիչը, իմ կյանքում եղել են ընկերներ, որոնք չէին խղճում ինձ, առավել ևս չէին լուծում իմ խնդիրները։ Նրանք միայն ուրախանում էին իմ հաջողություններով։ Իրականում, եթե դու խնդիր ունես, ինքնուրույն լուծիր այն, հետո նոր գնա ընկերոջդ մոտ եւ միասին նշեք քո հաղթանակը։ Ուրիշի խղճալը շատ հեշտ է։ Անկեղծ ուրախանալ ուրիշի հաջողություններով պետք է սովորել։ Հենց սա իսկական ընկերությունը, որը օգնեց ինձ հաջողությունների հասնել։ Ամեն ինչ թողնում է իր հետքը։ Լինում է, չի լինում, մի ազուստ երիտասարդ է լինում։ Մի անգամ հայրը նրան տալիս է մեխերով լի պարկ, որ ամեն անգամ, երբ փորձի բարկանալ, թող մի մեղ խփի փայտեսյանը։ Անցավ ժամանակ եւ սյունը պատվեց մեխերով։ Տղան հետևում էր իր վարքին։ 2 շաբաթից կամաց նա սկսեց զսպել իր մեջ չարությունը։ Նույնիսկ մի օր նա հատ հանեց պատի վրայի մեխերը։ Հայրը ցույց տալով անցքերը բացատրեց տղային, որ ասված ամեն վատ բան միևնույն է մարդու մեջ թողնում է իր հետքը։ Ողջույն, ձեզ հետ է Կրկին Ձյանան, այսօր ես կխոսեմ թատրոնի մասին։ Թատրոն բառը հունարեն է, նշանակում է ներկայացում, որտեղ խաղում են դերասաններ, ովքեր իրենց խաղով արտահայտում են խոսքը։ Լավ դերասանը նա է, ով կարողանում է լավ խաղալ եւ իր խաղով հանդիսատեսին համոզիչ եւ հասկանալի փոխանցել իր ասելիքը։ Դերասանի արվեստը ձևավորվել է եւ զարգացել հին արևելքի, հնդկական, չինական, ճապոնական, ինչպես նաև հին Հունաստանի թատրոններում։ Հայ իրականության մեջ դերասանի արվեստը ավանդություններն սկզբնավորվել են մեր թվարկությունից առաջ, երկրորդից առաջին դարերում, որի մասին ես կպատմեմ հաջորդ հաղորդման ժամանակ։ Իսկ հիմա ես ձեզ կներկայացնեմ իմ հարցազրույցները թատրոնի մասին։ Բարև Թամի։ Բարև Դիանա։ Դու սիրում ես թատրոնը։ Իհարկե, թե չսիրեի չէի հաճախի։ Ինչ է քեզ համար թատրոնը։ Թատրոնը ինձ համար մի վայր է, որտեղ ես ինձ զգում եմ ազատ, անկաշկանդ։ Ինչ թատրոններ դու գիտես Երևանում։ Երևանում գիտեմ Խամաչիկների թատրոնը, Հովհաննես Թումանյանի տիկնիկայի թատրոնը, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը, Փոքր թատրոնը եւ Սպենդարյանի անվան թատրոնը։ Վերջին ներկայացումը ո՞րն է եղել, որ քեզ շատ է դուր եկել։ Վերջին ներկայացումը, որ դիտել եմ, եղել է Փոքր թատրոնում, ինքը ֆորում ներկայացում էր ու այնտեղ խաղում էին Բրյուսովի անվան սովորողները, շատ հետաքրքիր էր եւ նաեւ իմ եղբայրն էլ այնտեղ դեր ուներ եւ մեծ հաճույքով գնացել էի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ Միսանի։ Բարև ձեզ։ Միսանի հաճախում եք թատրոն։ Այո։ Իսկ որ թատրոնն եք ամենաշատը սիրում։ Դրամատիկական թատրոնը։ Վերջին ներկայացումը, որ դիտել եք, ո՞րն է եղել, որ ամենաշատը տպավորվել է։ Mea culpa։ Ամենատպավորիչը։ Շնորհակալություն։ Բարև ձեզ Ընկերանահիտ։ Բարև ձեզ։ Ընկերանահիտ թատրոն հաճախում եք։ Թատրոն հաճախում եմ, այո։ Սիրում եմ թատրոն եւ ժամանակին մասնակցել եմ թատերական խմբի անդամ եմ եղել։ Իսկ ո՞րն եք որ թատրոնն եք ամենաշատը սիրում։ Թատրոնը, թե թատրոնի շենքը, թե ավելի կոնկրետ հարցը խնդրեմ։ Իսկ որ ներկայացումն է ձեր մեջ ամենաշատը տպավորվել։ Ներկայացումներից ինձ վրա միշտ լավ տպավորություն է թողում Վարդան Պետրոսյանի ներկայացումները։ Շնորհակալություն։ Չես հարցնում վերջին անգամ որտեղ եմ։ Վերջին անգամ որտեղ եք։ Վերջին անգամ 3-4 առաջ օրը գնացի կամերային թատրոն։ Շնորհակալություն։ Իսկ հիմա մոտենում ենք Ընկեր Գանային։ Բարև ձեզ Ընկեր Գանե։ Բարև ձեզ։ Ինչ թատրոններ են եղել ձեր ժամանակ։ Եթե դուք հարցնում եք թատրոնների մասին, ես պիտի ասեմ շենքերի մասին, թատրոնի շենքերի մասին, որովհետև հարցին կարծում եմ ճիշտ եմ պատասխանում։ Այո։
օպերայի թատրոններ, Սունդուկյան թատրոններ, հետո Մհեր Մկրտչյան, հետո Սոս Սարգսյան պես ազգային թատրոն Գեղարվեստի ակադեմիայում։ Իսկ եթե ձեր հարցը ներկայացումների մասին է, մեր ժամանակ մենք անպայման բոլոր նոր ներկայացումներին այդ պարտադիր ծրագիր էր մեր կյանքի համար, մենք անպայման հաճախում էինք։ Իսկ որ ներկայացումն է ձեր մեջ ամենաշատը տպավորվել։ Ներկայացումները մեզ համար բոլորը տպավորիչ էին, բայց ինձ համար գոնե առանձնացավ Սարոյանի իմ սիրտը լեռներում է ներկայացումը, երբ որ խաղում էր Հրաչյան Ներսիսյանը։ Իսկ որ թատրոնն եք դուք ամենաշատը հաճախել։ Հիմնականում օպերային թատրոն եւ Սունդուկյան։ Իսկ հիմա հաճախում եք թատրոններ։ Ցավով պիտի նշեմ, որ հիմա չեմ հաճախում, բայց պատճառը չեմ կարող ասել, որովհետեւ կամ ներկայացումներն են պատճառը, կամ ժամանակն է պատճառը, կամ իմ տարիքը գուցե, չգիտեմ, այդ պատասխանը չեմ կարող տալ, բայց ցավով հիմա քիչ եմ գնում, կամ չեմ գնում երևի։ Իսկ որ դերասանին եք դուք շատ սիրել։ Իմ սիրելի դերասանը Մհեր Մկրտչյան։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Իսկ դուք Տիկին Սանթրոսյանի ինչ թատրոններ եք հաճախում։ Ես հաճախել եմ Գաբրիել Սնդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Այն ժամանակ մենք հաճախում էինք նաև դրամատիկական թատրոն։ Ես հաճախակի եղել եմ նաև Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ակադեմիական թատրոնում։ Իսկ ձեր ժամանակակիցները ինչ թատրոններ են հաճախել։ Ինչ ներկայացումներ, հա, երևի։ Մենք հրաշալի դերասաններ ունեինք եւ հատուկ այդ դերասանների համար մենք գնում էինք ներկայացումներ դիտելու։ Ճիշտ է, հիմա էլ ունենք հրաշալի դերասաններ, բայց մեր ժամանակի դերասանները դե, չգիտեմ, երևի մեզ համար ուրիշ էին։ Եվ մենք հաճախում էինք հատուկ նրանց խաղը նայելու։ Այս Շաքե Թուխմանյան, Խորեն Աբրահամյան, Վալոդիա Աբաջյան, Սոս Սարգսյան էլ չեմ ասում, որ հիմա ունի իր անհատական թատրոնը, Ֆրունզիկ Մկրտչյանը, իմիջայլոց մենք հիացած էինք նաև Շաքե Թուխմանյանի եւ Խորեն Աբրահամյանի Օթելոյով եւ միշտ աշխատում էինք ամեն շրջանի բացմանը լինել այդ ներկայացմանը։ Շնորհակալություն Տիկին Սանթրոսյան։ Ես էլ եմ շնորհակալ երեխաներ, որ նման հարցեր է ձեր ուղեղում ծնվում։ Անցյալ շաբաթվա Վիկտորինայի հարցերին պատասխանել էին 3 աշակերտ՝ Մարտիրոսյան Գոռ, Գարիկյան Նուրայրի եւ Դումանյան Գևորգ։ Ինչու են ծուլացել մեր ընկերները։ Չգիտենք, բայց գիտենք, որ այս անգամ անպայման շատերը կմասնակցեն, որովհետեւ այս Վիկտորինան ամանորյա է եւ նվերները ամանորյա են։ Սպասում ենք։ Պետք է ասեմ, որ ցավոք նրանք չկարողացան հաղթել, բայց մեզ գոհացրեց նրանց ակտիվ մասնակցությունն ու ճիշտ հարցերի պատասխանները։ Ուշադրություն, հիմա կհնչեն Վիկտորինայի ճիշտ պատասխանները։ Ինչ է կոչվում աստղերի ուսումնասիրությունը։ Աստղագիտություն։ Քանի մոլորակ կա էգակնային համակարգում։ 8։ Որքան բարձր է գտնվում օզոնային շերտը։ 25 կիլոմետր։ Որքան է աշխարհի բնակչության մոտավոր թիվը։ Ավելի քան 6 միլիարդ։ Քանի մարդ է ծնվում յուրաքանչյուր վայրկյանը 1։ 10։ Ինչ էր անում գրագիրը։ Նամակներ էր գրում։ Ինչ է ստեղծել Մալկոնին։ Ռադիո։ Այսօր մենք ունենք ամանորյա Վիկտորինա։ Հարցերը նվիրված են նոր տարվան։ Ուշադրություն, հնչում են առաջին Վիկտորինայի հարցերը։
Որտեղից է գալիս Ձմեռ պապը։ Ա. Հյուսիսային բևերից, Բ. Լապլանդիայից, Գ. Ամերիկայից, Դ. Ջունի միջից, Գուշակեցիք, նոր տարվա տոնակատարությունները որտեղ են սկիզբ առել։ Բաբելոնում, Լապլանդիայում, Հայաստանում, Եգիպտոսում, այո, իտալացիները ինչպես են դիմավորում ամանորը։ Ա. Կազմակերպում են ջրային շքերթներ, Բ. Կարևորում են թե այդ օրնով առաջին իրենց տուն կմտնի։ Գ. Ակնկալվող հաջողությունը ձեռքներից բաց չթողնելու համար այդ գիշեր չեն քնում։ Դ. Մեծ հրճանքով դուրս են նետում իրենց հին իրերը։ Շատ հետաքրքիր է։ Ինչ են արել հայերը ամանորը դիմավորելու համար։ Վերացրել են իրենց բաց սովորությունները, Արել են տարբեր զոհաբերություններ ու բարեգործություններ, Ամեն մեկը միաղավնի է բաց թողել ինշան հաջողության։ աշխատել են, որ իրենց տոնածառի վրա միշտ լինի փայլուն աստղ։ Հին հայերը որ ամսին են նշել տոնել ամանորը։ Ա. Դեկտեմբեր, Բ. Օգոստոս, Գ. Հունվար, Դ. Մարտ, ինչերով է զարդարվել առաջին տոնածառը։ Ա. Միայն կլոր խաղալիքներով, Բ. Աղավնու արձանիկներով ու աստղիկներով, Գ. Ապակե գնդերով ու մոմերով, Դ. Այն փոքրիկ իրերով, որոնք ցանկանում են նվեր ստանալ Ձմեռ պապիկից։ երբ է փոխվում տարին, Երբ որ ջուն է գալիս, երբ լիալուսին է լինում, երբ ամենացուրտ օրն է լինում, երբ լրանում է երկրի մեկ պտույտ արեգակի շուրջը։ հարցերը կազմել էր Սիրանուշը։ Սիրելի նոր դպրոց, մեծեր եւ փոքրեր, Ինչու նոր դպրոց, սիրելի սեբաստացիներ։ ինչու սեբաստացիներ, այլ սիրելի ու ընկնդիր, մենք սպասում ենք ձեր պատասխաններին։ Այս տարի այսքանը, կհանդիպենք հաջորդ տարի։ Ձեզ հետ էր ինչպես միշտ, նոր